Բարև հարգելի գործընկերներ, սկսում ենք Fastex Premier League-ի Urartu Փյունիկ հանդիպման հետ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը կխոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Արզումանյան, կարծիք խաղի մասին։ Ափսոսում եմ, որ չհաղթեցինք, քանի որ գնդակը բաց թողեցինք խաղի վերջնամասում, կրկնակի ունեինք ամենավերջում խաղի գոլային հնարավորություն 2-1 դարձնելու, կարմիր ստացանք, 10 հոգով մնացինք, բայց կարծում եմ շատ լավ պաշտպանվում էին ցածր բլոկում ֆուտբոլիստները։ Շնորհակալ եմ խաղացողներից, շատ մեծ աշխատանք կատարեցին, համբերատար էին, կարող էինք կարծում եմ մի քիչ թեկուզ 10 հոգով գնդակով փորձեինք խաղալ, մեր ֆուտբոլիստներն ունակ են թեկուզ 10 հոգով խաղալու, բայց հասկանում եմ խաղի հաշվի ճնշումը երևի թե դեր խաղաց, ամեն դեպքում կրկնեմ շնորհավորում եմ ֆուտբոլիստներին աշխատանքի համար եւ ցավում որ բաց թողեցինք հաղթանակը։ Շնորհակալություն։ Հարցեր Ռոբ։ Երկու գոլեր եղան խաղի վերջնամասում, արդյոք ձեր բարակայում բարձր 10 հոգով թիմի մնացել առաջին գոլի դեպքում արդյոք մի փոքր կոնցենտրացիայի պակաս կար թիմերի մոտ վերջնամասում։ Չեմ ուզի խոսել Փյունիկի մասին, մենք լավ գոլի հեղինակ դարձանք, մեզ մոտ կոնցենտրացիայի պակաս չկար, ուղղակի Դուգանային փոխանցում գոլի հեղինակ դարձան, բայց կարծում եմ մենք պայերով, ինչքան էլ որ 10 հոգով մնացենք եւ Փյունիկը գրովում էր, չենք տալիս հնարավորություն եւ պայերով կարծում գերազանցեցինք, չնայած չխաղացինք մեր խաղը, որը կուզենայինք, ընդակով, բայց մոտ էինք հաղթանակի Այդքանը։ Շնորհակալություն, հարցեր Հրաչ։ Պարոն Արզումանյան, ունեցած մեր հանդիպում, արդյոք արդեն պլանավորել եք նույն կա ինչ եք անելու ձմռանը եւ ոնց եք պատրաստվում մշակել այդ հանդիպմանը, որտեղ շատ sense տարբեր հարցեր էր, մեկը մյուս տարի, մեկը 8 օր հետո այս բանին մտածում ենք վաղվա օրվա մասին։ Լաշկերտը լավ մրցակից է եւ դժվար հանդիպում է լինելու։ Մենք մնում ենք հավատարիմ մեր ամենօրյա մարզումային process-ով, մեր ամենօրյա մարզումը լավացնելու, ամեն խաղը լավացնելու ուղղությամբ եւ ձմեռը փորձելու ենք ուժեղացնել մեր խաղը, պատրաստվել լավ, այդքան է երևի։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։